Սպառողների իրավունքների պաշտպանություն հասարակական կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ՈՒՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համատեղ ներկայացնում են։ Կարևորեք առողջությունը։ Արտադրություն, տեղափոխում, պահպանում, վաճառք։ Այս շղթայով են մեր համակարգացիների այս բարագայում սպառողների սիրելի մսատեսակները եւ մսամթերքները հասնում իրենց։ Արտադրությունից սպառող ձգվող շղթայում հաճախ խախտվում են տվյալ շղթայի համար սահմանված հիգիենայի նորմերն ու սանիտարական պահանջները։ Ի հակառակ քաղաքակիրթ աշխարհում կիրառվող կենդանիների սպանդի ձևին, այն է սպանդանոցներում համապատասխան սարքավորումների կիրառման միջոցով հայաստանյան գյուղացիական տնտեսություններում կենդանիների մորթի հիմնական եղանակը, ինչպես մեծ հետ զրույցում նկարագրեց գյուղացիական համայնքներում շուրջ 10 տարի կենդանիների մորթով զբաղվող սոսը այս կերպ է իրականացվում։ Անասունը բռնելուց հետո խփում ենք անասունը ընկնում է, անասուն կա գոմի մեջ ենք խփում մորթում, անասուն կա դրսում, պոստանում, կվալտով խփում ենք, ընկնում է, դանագով վիզը կռելուց հետո արդեն իրականացնում ենք իր մաշկա զերծումը։ Մակուրը բան ենք դնում տակը, ժեշտ է կամ մեշոկ է, մե բան էլի, որ միսը չկեղդոտվի։ Նկարագրությունից ակնհայտ է դառնում, թե ինչպիսի ռիսկեր կարող է պարունակել սպանդի ենթարկված տվյալ կենդանու մսի օգտագործումը, հատկապես եթե սպանդից առաջ այդ կենդանին անասնաբուժական զննության չի ենթարկվել։ Մինչդեռ սննդամթերքի անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սննդամթերքի արտադրություն թույլատրվում է իրականացնել միայն համապատասխան տեխնոլոգիական հրահանգներով նախատեսված տեխնոլոգիական սարքավորումների առկայության պայմաններում։ Մեզանում շրջանցվում է նաև մսի եւ մսամթերքի փոխադրմանը ներկայացվող օրենքով սահմանված պահանջները, ըստ որոնց միսը եւ մսամթերքը պետք է տեղափոխվի սառեցնող կամ հավասարաջերմ թափքով փոխադրամիջոցներով, որոնք էլ իրենց հերթին պետք է տեխնիկապես սարքին ու մաքուր վիճակում լինեն եւ ունենան տեխնիկական անձնագիր։ Չի թույլատրվում մսամթերքի տեղափոխումն իրար վրա թափված վիճակում եւ առանց տարաների։ Իսկ մեր իրականությունը, ինչպես փաստում է կենդանիների սպանդով եւ մսի վաճառքով զբաղվող գյուղաբնակաշոտը, ճիշտ հակառակն է։ Կոմու չենք մորթում, հանում կոմի հայատում ենք մորթում։ Մագարդակ ձևով մորթում ենք, մագարդակ ձևով փաթում ենք, մեր ավտոմեքենան դնում ենք։ Ակուրատնի շորով փաթում ենք, սիպտակ շորով, որ հարուն-հարունին չզարգի, միսը չբեղդորե։ Տալիս ենք, կանում ենք շուկայում վաճառում ենք։ Պահպանմանը եւ վաճառքին ներկայացվող հիգիենայի պահանջները եւս մեզանում անտեսվում են։ Շատ հաճախ մսի վաճառակետերում եւ նաեւ մսի վաճառքի համար չնախատեսված վայրերում մենք կարող ենք ականատես լինել բաց երկնքի տակ անհասկանալի առարկաների կամ պոլիէթիլենային տոպրակների վրա դրված սպառողներին կնելու կանչող մսի կույտերի։ Մինչդեռ պահանջների համաձայն մսի պասաժները պետք է ունենան սառնարաններ, մսակտորները պետք է կնքված լինեն, ունենան անասնաբուժի թույլատվություն, իսկ մսավաճառները պետք է մաքուր արտահագուստով լինեն։ Բայց մսավաճառ Աշոտի խոսքերով Տեսօր սենք երկրի տերությունների մոմենտներ ով ինչ եղել հասնի պիտի վաճառի։ Եթե սենք շուկան ճիշտ գումար չվերցնում է, մարդկանց ձեռ չի տանում։ Մենք գումարն է դնում հարգնով, սենք խոսքի մի չեկա արժի 15000 դրամ, 10000 դրամ, 10000 դրամը մարդը ոնց է տանում։ Ստիված ձեռնում չի տալում, իր ծանոթով մյուսով դրանով վաճառում է։ Ով որ հիմնական վաճառում է, դրանք սենք կռնում են, իրանք ընտուն են այդ տեղը, սենք կռնում են, խալաձենիկներն ունին, ամեն ինչն ունին։ Նկատենք, որ ստեղծված վիճակը համապատասխան օրենքների ոչ լիակատար իրականացման հետևանք է։ Լիանա Մարգարյան, Ռադիո Վան։ Հաղորդումն իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության օժանդակությամբ աջակցություն սպանդանոցների զարգացմանը Հայաստանում ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորում է Հունաստանի կառավարությունը։ Ձեր իրավունքների ոտնահարման դեպքում զանգահարեք Սպառողների իրավունքների պաշտպանություն հասարակական կազմակերպության թեժ գծին 54 38 18։